տոլմա, հայկական խոհանոցի թագուհին։ Եթե արդեն ունեք տանը պատրաստած, հիմա ցույց կտամ, թե ինչպես կարող եք գեղեցիկ եւ ռեստորանային ոճի մատուցել ձեր հյուրերի համար։ Վերցնում ենք մածունը, մի փոքր էսպես հարում ենք, որ բացվի, համասեռ դառնա, գուշակեք սա ինչ է, չգուշակեցիք, լորիձու կտրելու մկրատ։ Քանի որ ես մածունը քիչ եմ վերցրել, հավկիթի փոխարեն լորիձու կօգտագործեմ։ 1 լորիձու 450 գրամ մածունին ավելացնում եմ 1 թեյի գդալ ալյուր եւ ավելացնում եմ ջուր։ Մինչ սպասում եմ, որ եռա մածունը, այդ ընթացքում չենք մոռանում խառնել։ Թավայի մեջ տաքացնում եմ ձիթայուղ։ Եվ հիմա տաք ձիթայուղի վրա առատ չոր նանա եմ ավելացնում։ Մածունը եփվելուց հետո ավելացնում եմ աղ, սև պղպեղ։ Սա մեր ավանդական տոլման է։ Սա մածունով թանձրուկը։ Իսկ սա ձիթայուղով նանան։ Սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ։ Ուղարկեք տոլմայի այս մատուցման ձևը ձեր ընկերոջը, իսկ ես գոհ եմ ինձանից։